Մինչև հիմա չեն բացահայտվել ոստիկանները, ովքեր դաժանաբար ծեծի են ենթարկել Տիգրան Օրուպապյանին։ Տեսեք, վերջերս ես բան էի նայում, ստատիստիկա էի նայում, փաստորեն 2018 թվից մինչև 2024 թիվ 1100-ից ավել դեպք ա եղել ոստիկանների խոշտանգումների մասով եւ 1110 քանի դեպք ա վարույթ ընդունվել եւ քննություն արվել եւ միայն 20-ն է դրանցից, որ գնացել է դատարան մեղադրական եզրակացությունով։ Տարբերությունը տեսնում եք, այսինքն միանշանակ է ինչ են անում ու բազմաթիվ դեպքեր կա թե ցույցերի ժամանակ, թե տարբեր քաղաքական հայացք ունեցող մարդկանց հանդեպ բռնությունները։ Հիմա երևի այնտեղ Վանաձորում էլ ոստիկանները տեսել են, ասել են, եթե պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ նման բռնություն ալնում, հետևանք չի լինում ոստիկանների նկատմամբ, եթե իմ հետ կապված լինում է այդ բռնությունը տեսախցիկների առաջ, բոլորը տեսնում են, մեկ այդ ոստիկանների հանդեպ ոչ մի գործողություն չի արվում, մնացած շատ ու շատ մյուս դեպքերով։ Իրանք էլ երև մտածել են, դե ուրեմն մեզ էլ է կարելի։ Այդպես է, չէ՞։ Ցանկացած անպատժելիություն ծնում է նոր հանցանքներ։ Այստեղ գործեր կա, որ տարիներով նման գործեր, իբր գործը հարուցվում է եւ հետո ոչինչ բան, ոչ մի հետևանք։ Հիմա ինչ արդյունք եք ակնկալում, կարծում եք այս ամենը ազդեցություն կունենա, թե ոչ։ Գիտեք, նախորդս մեր այն ինչ ասացի ես, բոլոր փորձերը ոչ մի լավ ակնկալիքի, այսպես ասած, տեղ չեն թողնում, բայց շատ լավ է, որ մարդիկ եկել են, այսքան մարդ է հավաքվել ու ի վերջո պահանջում են արդարադատություն, պահանջում են արդարություն, միգուցե այս համախմբվածությունը այս հարցի շուրջ բերի ինչ-որ դրական արդյունքի։